պետք է հասկանանք ով է նա, բացի հայտնի երգչուհու ամուսին լինելու եւ մարդասպան չընտրված կոռումպացված երկրի ղեկավարի տղա լինելու ինքը ով է, ուզում հասկանամ, քաղաքական գործիչ է, օրինակ տեսեք Սերյան Օհանյանի պարագայում այդ մարդը ունի ինչ-որ ռազմական անցած ուղի, հա, Արծվիկ Մինասյանի պարագայում քաղաքական գործիչ է, որը ունի մեծ անցած ճանապարհ, ով է նա, ոչ մեկ, նա ոչ մեկ է, նա ասեցի հայտնի երգչու ամուսին է, իր ամենամեծ ձեռքբերումներից մեկը, անձնական ձեռքբերումը դա է, երկրորդ ձեռքբերումը դա այն է, որ ինքը ինչ-որ մեկի տղան է, երբ որ ինքը կգիտակցի, թե ինքը ով է, նոր կկարողանա հոխորտալ ազգային ժողովի փոխոսնակի ուղղությամբ, ազգային ժողովի падգամավորների ուղղությամբ, ել չեմ ասում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի ուղղությամբ։ Տեսեք, ես բավականին սուր եմ խոսում, հաճախ եւ բավականին կտրուկ գնահատականներ եմ ինձ թույլ տալի, բայց ես երբևիցե ասելով որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է, ասելով որ ինքը մարդասպան է իմ համար, ես գիծ կա չեմ ասում, ես ինձ թույլ չեմ տալի ասեմ, որ չասեմ ինչ, նույնիսկ օրինակ չբերեմ, որտեղ կա գիծ, որտեղ եթե ես դա այդ գիծը անցնում եմ, այդտեղ ես եմ դառնում ավելի վատ իրավիճակում։ Ինքը անփորձ ջահել է, որը որ ասեցի, միակ առավելություն ունի